ABC մեդիայի հարգելի հետևորդներ, զրուցելու ենք Փյունիկ հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի հետ։ Պարոն Ջեմբերջյան, այսօր ջահերով երթն է ամենամյա, դուք այստեղ եք ինչ ուղերձով։ Ես եկել եմ ջահերու երթի մասնակցելու։ Ինչ ուղերձ ունեք։ Ուղերձ ունենք, որ ինչապ թիվով շատ լանք, այդչափ գնանք մեր ներկա կառավարության ցույց տալ, որ մենք ուժ ունենք, որ պետք է որ մեզի նկատի առնվի։ Ջահերով երթի պահանջը Թուրքիայից եւ Ադրբեջանից չէ, որ պայքարը շարունակվում է, ճանաչում, հատուցում։ Առաջ մինակ Թուրքիայի եւ առաջ մինակ Թուրքիայի, հիմա եղավ Ադրբեջանի եւ հիմա եղավ թե Թուրքիայի, թե Ադրբեջանի եւ մեր կառավարության։ Ինչն է ձեզ ստիպում, հա, այսպես կա Հայաստանի կառավարությունից եւս պահանջել նման պահանջ ներկայացնել։ Կարծում եք ուրացման քաղաքականությունն է տարվում։ Չեմ կարծել, որ ուրացման քաղաքականությունն է, ասիկա միջազգային ասենք թե հարցեր կան, որ գուցեն որ լուծեր եւ մենք ասենք թե բզդիկ ժողովուրդ ըլլալու համար մեզ ավելի գճեն որ եւ մեր այսօրվա կառավարությունը աջնշումներուն ենթակա կրնակ որ բայց ասել չէ թե որ ուրիշ կառավարություն ալքա ենթակա չգրնար ըլլալ աջնշումներուն։ Լուծումը ոնց եք պատկերացնում։ Լուծումը բայկարելու ենք, միշտ բայկարելու ենք, բոլորի թեմ բայկարելու ենք։ Բայկարով որ դեր կնանք հասնել։ Շնորհակալություն։